Իրավաբանական վարչությանը հանձնարարական համար 90 ներկայացնել տեղեկատվություն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, ինչպես զեկուցել ենք նախորդիվ, Երևանի թիմ եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեում ստացել է դրական եզրակացություն պայմանով, մասնավորապես նախագծում տեղ գտած մի քանի առանցքային կարգավորումների վերաբերյալ առաջարկել էին իրականացնել լրացուցիչ քննարկում։ Ձեր մասնակցությամբ վարչապետի մոտ 50 թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների հիման վրա ներկայացված դիտարկումները ներկայումս լրամշակվում է այդ դիտարկումների հիման վրա մեր կողմից նախագիծը եւ առաջիկա օրերի ընթացքում կներկայացվի կառավարություն արդեն կառավարության նիստի օրակարգ ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, վերջին հատվածը քննարկումների պարոն փոխվարչապետի մոտ իրականացնել ենք արդեն, թե դեռ ոչ։ Պարոն քաղաքապետ, լրամշակումը իրականացնում ենք, ներկայումս այդ քննարկմանը մասնակցող գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկումներն են իրականացվում։ Որովհետև ունեինք երկու քննարկում ունեցանք եւ ունեցանք մի հատված, որը պետք է փոխվարչապետի մակարդակում քննարկումը տեղի ունենար եւ փակեինք։ Հիշում եք ինչի մասին։ Հասկացա ինչի մասին եք, բայց պարոն քաղաքապետ, կարծես թե կարող է այդ քննարկման անհրաժեշտություն չլինի։ Մենք ներկայումս աշխատանքային կարգով քննարկում որ անում ենք, կարծում եմ այդ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կգա։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, Երևանի թիմ օրենքի նոր օրենքի նախագիծը էական փոփոխություններ կբերի Երևանի քաղաքապետարանի գործառույթների մեջ եւ իրականում տասնամյակներ կուտակված այն խնդիրները, որոնք որ դուք լեգիտիմորեն մեզանից պահանջում եք եւ մենք իրավական մեխանիզմներ դեռևս չունենք այդ խնդիրները լուծելու կամ բավարար չեն այդ մեխանիզմները, այս նախագծով լուծվում են, այս նախագծով այդ հնարավորությունները եւ լիազորությունները տրվում են եւ իրականում Երևանի թիմ օրենքի նոր օրենքի նախագծով մենք շատ ու շատ խնդիրներ կարողանալու ենք լուծել, որոնք որ նախկինում չենք կարողացել։ Դրանից հետո իհարկե իրավական մի մեծ աշխատանք պետք է իրականացվի արդեն հավաքանու որոշումների փաթեթների ընդունելու հետ կապված ահռելի ծավալով նոր որոշումներ պետք է ընդունի հավաքանին, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ սա նոր էջ է բացելու Երևանի կառավարման տեսանկյունից եւ այն տասնամյակներ կուտակված խնդիրների տեսանկյունից, որոնք որ հուսով եմ, վստահ եմ, նույնիսկ կարող եմ ասել վստահ եմ, կլուծվեն շատ ավելի էֆեկտիվորեն նոր մեխանիզմներով։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, այսքանը։